մենք ասում պետք է կոչ անենք, ամեն մեկը վեր կերեք ասեք հավաքվեք, ձեր աղջկա ճակատագիրը խաթարված է, նրա վտանգված է նրա ճակատագիրը, դուք աննամուսի պես եք ապրելու Հայաստանում։ Հիշեք, որ սահմանները բացեց Մուստաֆան Բալավորեկան, ձեր փողերով մեկ նրանց անվտանգությունը պետք է ապահովենք։ Հետո վաղը պետք է կանգնացնի Ալիևի արձանը, ասի, որ պետք է նրա բարեմաստությունները համբուրեք։ Դա է օրենքը, Կալիգուլայի ձին կդառնա պատգամավոր, Նիկոլը չկարա ձին որոշում կայացնի, ով է բռնելու Նիկոլի թևը։ Ես կարծում եմ ժամանակը չի արդեն խոսալու, ժամանակն է հավաքվելու, փորձելու անհնար է, թեկուզ մեր կյանքի գնով։ Մենք ամսի 2-ին այստեղ համաժողով են գումարելու, ամսի 2-ին մեր Արաբոյի համաժողովը ու բոլորին հրավիրում են ու մենք կոչ ենք անելու, կամ կանգնում ենք կենացում, կռիվ ենք տալիս, կամ էլ աննամուսի պես դուք ապրում եք, ես Հայաստանում չեմ ապրի, ես որոշ հայերին որ տեսնում եմ, անգամ կասկածում եմ, թե ես հայ եմ, ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, 3 պատերազմում մասնակցել եմ, քան անգամ վիրավորվել եմ, ես ամաչում եմ, որ ես հայ եմ։ Ինչն է դες բերել այսօր այստեղ, մի ցավ ունենք մենք, մեր հիվանդ մորը փրկելու, մեր մայրը մահամերձ հիվանդ է, փրկել է պես ժողովուրդ ջան, ուշքի արեք, խոսելով ոչ շիվան դուս չկա, ես անգամ սատանայի հետ կավագործակցեմ, միայն այս իրավիճակը շտկվի, որովհետև այսպես ապրելը միայն աննամուս մարդկանց համար է, ինձ համար չի, շնորհակալ